Տիկին Հակոբյան մի Տիկին Հակոբյան Տիկին Հակոբյան, թեև պարբերաբար ամեն 5 շաբթի հանդիպում ենք նույն վայրում, կարծես թե հանդիպման վայրը չի փոխվում, դուք բազմիցս խոսել եք սպասելիքների մասին, բայց տեսնում ենք, որ եկեղեցու դեմ ուղղված այս արշավը ամեն շաբաթ կարծես թե ավելի է թեժանում, նախորդ շաբաթ կիրակի օրը տեսանք Հովանավանքում կատարվածը, անգամ մի քաղաքացու բերանը փակած եկեղեցուց դուրս հանեցին, ձեր գնահատականը։ Գիտեք, վերջերս ուզում եմ իրոք ես ինձ համար օբյեկտիվ գնահատական է գտնել եւ մի բառով կարելի է գնահատել այն ինչ որ տեղի է ունենում, սա այլասերվածություն է, որովհետեւ իշխանություններ, որոնք անցել են քաղաքական, բարոյական, ընդհանրապես բոլոր սահմանները եւ այն ինչ որ հիմա իրենք անում են, ես նոր քիչ առաջ նաեւ խոսում էի ընկերների հետ, նաև հոգևորականների հետ, փորձեցի իմ դիտարկումը հասկանալ արդյոք իրականության համապատասխան է, թե խիստ սուբյեկտիվ է եւ հավատացեք, երևի շատերն են հենց այդպես մտածում, որ մենք այսօր ունենք իշխանություններ, որոնք օկուպացրել են, օրինակ Վահանավանքը, իրենք օկուպացրել են դա եւ այնտեղ ինչ որ հերետիկոսական ինչ որ ծեսեր են իրականացնում, որովհետեւ գիտեք, ները երբեք չի փորձել գայթակղել, օրինակ վախեցնելով կամ տգեղ բառեր ասելով կամ իր տգեղ արտաքինով։ Հակառակը ները միշտ Աստվածաշնչից, այսպես մեղրածոր ձայնով, մեջբերումներով գայթակղել է, այնուհետև տարել կործանման։ Եվ այն, որ այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետը կարող է անգիր սաղմոսներ ասել, առակներ մեջբերել Աստվածաշնչից եւ դրանով փորձել մոլորեցնել ժողովրդին, որ իբրև թե ինքը հավատավոր, այսպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, ոչ ի մոտ լրիվ հակառակ ռեակցիա է դա տալիս եւ ես վստահ եմ ու գիտեմ, որ շատ շատերի մոտ նույն տպավորությունն է թողնում, որ այս մարդը ուղղակի մոլորեցնում է, ուղղակի խաբում է, ստում է եւ հենց այս ճանապարհն է գտել, որպեսզի այն ամենակարևոր ու կարևորագույն հենասյունը, որ մենք ունենք մեր մեջքին, դա մեր հայ առաքելական եկեղեցին է, մեր հավատքը ինքը ուղղակի հետ տանի, որովհետեւ մարդկանց մոտ ինքը մեկ խնդիր ունի հիմա լուծելու, կասկածի տակ դնել հայ առաքելական եկեղեցին, ինչը իր մոտ ցավոք սրտի մասնակիորեն ստացվում է, որովհետեւ անկախ նրանից, որ այսօր մենք ուրախանում ենք, որ նախորդ կիրակի քիչ թվով մարդիկ էին գնացել, բայց ստացվում է, որ այդ անձին, տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետին հաջողել է մի քանի հազար մարդկանց հոգիներ ուղղակի գցել մոլորության մեջ եւ տանել կործանման։ Ընդդիմադիր քաղաքական գործիչները եւս իշխանության թիրախում են, օրեր առաջ տեսանք Դավիթ Համբարձումյանի հետ կապված միջադեպը, ինչ կասեք, ինչու են այսպիսի քայլերի գնում, արդյոք սա ընտրություններից առաջ սպասվող հերթական պրոցեսն է, որը ստիպում է իշխանությանը իր վախերը այդպես արտահայտել։ Տեսեք, Դավիթ Համբարձումյանի օրինակով եւ ամբողջացնելով նաեւ մնացյալ համայնքների ղեկավարներին կամ ղեկավար ինչ-որ գործ կատարող ու պաշտոն զբաղեցնողների մասով կարելի է ասել, որ այո, հետապնդվում են այն մարդիկ եւ շարունակվելու են հետապնդվել եւ դա այո, հենց ազատազրկումների տեսքն է ունենալու, այն մարդիկ, ովքեր առաջ են շարժվում ոչ թե իշխանության հրահանգներով, այլ իրեն ժողովրդի ցավով ու դարդով, որովհետեւ համայնքի ղեկավարը իր արժեվ ունի խնդիր, իր ժողովրդի խնդիրները լուծելու, իր համայնքի կյանքը ավելի բարեկեցիկ դարձնելու, ավելի լավ մթնոլորտ ունենալու այնտեղ եւ պահելու կոնկրետ այդ տարածաշրջանում, օրինակ իր համայնքի ավանդույթները, սովորույթները, հայկական այդ, չգիտեմ, մթնոլորտը ունենալ։ Կոնկրետ ես
քանի անգամ որ եղել եմ Մասիսում եւ իմ շատ ընկերներ եւ ընդհանրապես ովքեր եղել են անընդհատ փաստում են որ Մասիս գնալով կարծես այն կարոտած հին մեր ավանդույթները, որը արդեն 7 տարի է մենք կարծես թե այլ հնարավորություն չունենք տեսնել, որտեվ հետապնդվում են հենց այդ ավանդույթներն ու արժե համակարգն է քանդվում այդ առումով, հետաքրքիր է որ Մասիս համայնքում լրիվ այլ մթնոլորտ է միշտ եղել, այսինքն այնտեղ դու տեսնում ես երջանիկ, բավարարված, ինքնաբավ մարդկանց, այնտեղ դու կարող ես ղեկավարի հետ Մասիսի քայլել համայնքի ղեկավարի հետ Դավիթի Համբարձումյան եւ մարդիկ մոտենան, ողջագուրվեն։ Համայնքի ղեկավարը հատիկ-հատիկ իր բնակիչներին ճանաչում է։ Ես ականատես եմ եղել մի միջադեպի, երբ մեկին ձեռքով բարևելիս պարոն Համբարձումյանը ասաց, որ դու մեր համայնքից չես։ Այսինքն տեսեք ղեկավար, որը գիտի իր համայնքի յուրաքանչյուր բնակչի։ Այո, սա է իշխանությունների համար արժանապատվություն ունեցող ղեկավարման ձիրք ու դիրք ունեցող ղեկավարը այս իշխանությունների համար այո վտանգ է իրենց ներկայացնում, որովհետև ցանկացած գործընթացի ժամանակ դա կլինի անհամաձայնություն իշխանություններին, դա կլինի այո սովորական սահմանադրական այդ իրավունքի ցուցադրություն, այսինքն ընտրությունների մասնակցություն, միևնույն է նման ղեկավարների հետևից ժողովուրդը գնում է Դավիթ Համբարձումյանի նման ղեկավարների, ինչը բնական է ձեռնտու չես սրա։ Քանի որ դուք եւս Արցախից եք, մամուլում խոսում են, որ Դավիթ Համբարձումյանը, քանի որ բավականին ջերմ ընդունել է Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին, հենց այդ պատճառով էլ նրա այս քայլը դուր չի եկել իշխանությանը եւ հայտնվել է Թիրախի կենտրոնում։ Դավիթ Համբարձումյանը ոչ միայն ջերմ ընդունել է արցախցիներին, որովհետեւ եկեք դա միայն չվերցնենք եւ չմոռանանք, որ կան շատ էլի համայնքների ղեկավարներ, որոնք համարյա թե նույն մոտեցումն են ունեցել եւ նույն կերպ ընդունել են։ Դավիթ Համբարձումյանը շատ նաև տարբերվում է շատ ղեկավարներից նրանով, որ իր համար Արցախի հարցը երբևէ չի կարող փակ լինել։ Կլինի ինքը ազատության մեջ, անազատության մեջ։ Դավիթ Համբարձումյան, որպես արժանապատիվ հայ, անկախ իր զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, ինքը պայքարելու է Արցախ վերադառնալու իրավունքի համար։ Եվ սա ավելի բարձր արժեք է, հավատացեք, քան իրոք, միգուցե անհասկանալի լինի մեզ ասածը, բայց սա ավելի բարձր արժեք է, քան մարդկային ապրոմակցումը, որը տեղի ունեցավ։ Իսկ այն, որ այո, Մասիս համայնքում սկզբում ավելի քիչ էին արցախցիները, չնայած որ ամենամեծ հոսքն էր Մասիս, քան հիմա, որովհետև էլի շատ վայրերից տեղափոխվել են շատ արցախցիներ էլի Մասիս, դա միանշանակ ղեկավարի հենց դիրքը պահվածքն է, որովհետև եթե դուք մտնեք համայնքի այդ քաղաքապետարանի շենքը, ցանկացած աշխատակցի հարց տակ արցախցիներից, անգիր գիտեն բոլորի խնդիրների մասին, բոլորի տեղակայման վայրերը, աշխատողների մասով ունեն ամբողջական տեղեկատվություն, ով որտեղ է աշխատում ընտանիքում, այո, սա հենց մարդկային այն մեր հայկական սովորույթներով են նորմալ մարդկային հայկական ապրոմակցումն է, որը տեղի է ունեցել եւ որի ականատեսը մենք եղել ենք Մասիսում։ Տիկին Հակոբյան, մենք տեսանք, որ դատարանի դահլիճում մեղադրյալներից մեկը անվասայլակով է, մյուս մեղադրյալը ունի շատ լուրջ առողջական խնդիրներ, սակայն նրանք կալանքի տակ են։ Հա ժողովրդավար Հայաստանում սա ինչ պատկեր է եւ արդյոք համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձինք, օրինակ պատգամավորներ չեն կարողանա անձնական երաշխիքով թեկուզ այնպես անել, որ նրանց խափանման միջոցը փոխվի։ Սկսենք նախ անձնական երաշխիքից, ես գիտեմ, որ բազմաթիվ անձնական երաշխիքներ ներկայացրել են պատգամավորները եւ դա որևէ ազդեցություն չի ունեցել, այսինքն հետևանք չի ունեցել։ Բազմաթիվ դեպքերի տեղյակ եմ, այնպես որ այդ մասը անցնում ենք, որովհետեւ այս իշխանությունների եւ ժողովրդավար բաստիոնում պատգամավորի խոսքը չի կարող որևէ այդ առումով արժեք ունենալ, ստացվում է։ Ինչ վերաբերվում է առողջական խնդիրներին եւ մեր զարմանալուն, որ ինչու այս վիճակն է դատարանում նիստերի դահլիճում։ Աստված մի արասե, հեռու մեր բոլոր քաղբանտարկյալ ընկերներից, եկեք չմոռանանք, որ Հայաստանում հենց դատավարական գործընթացներով սպանել են այս իշխանությունները ընդդիմախոսներին։ Արմեն Գրիգորյան, գեներալ Մանվել եւ մարդկանց հասցրել ծայրահեղ, միգուցե նաեւ ամբուժելի առողջական խնդիրների առաջ են կանգնացրել շատ շատերին։
Եվ դա չի արվել պատահաբար կամ չի արվել տգիտությունից ու այդպես մարդկային արժեքների բացակայ, դա արվում է դիտավորությամբ։ Եվ փաստ այն ինչ որ հիմա տեղի է ունենում, հա, առնվազն երկուսի մասով ողջ հանրությունը գիտի, դա Տիգրան Գալստյանը եւ Աղվան Արշակյանը, որոնք լուրջ այսօր առողջական խնդիրներ ունեն, քիչ առաջ Տիգրան Գալստյանի կնոջ հետ էի խոսում, հուզմունքից արտասվում էր, որովհետև նույնիսկ այս իրավիճակում Տիգրանը հրաժարվում է երկար շարունակել հիվանդանոցում մնալ, անհանգստանալով, որ իր ընկերները հիմա կալանավայրում են եւ այդ արժանապատվության ելնելով որոշում է կայացրել դադարեցնել բուժումները հետ վերադառնալ, դուք տեսաք ինչ վիճակում էր ու պատկերացրեք ինչ կլինի Տիգրանի հետ։ Եվ սա այո, ժողովրդավարական, այսպես կեղծ բաստիոնում, որտեղ այլակարծության համար մարդկանց այս մեթոդներով կամ հաշմանդամ են դարձնում կամ ուղղակիորեն սպանում են եւ դա անում են բացահայտ։ Եկեք նաեւ չմոռանանք, որ այստեղ ունենք մենք կին քաղ բանտարկյալ, որը եզակի երևույթ է ամբողջ աշխարհում եւ որի համար բազմաթիվ միջնորդություններ են արել առանց այսպես փաստարկների մեղադրող հանրային մեղադրողների կողմից որևէ ձևով չի ընդունվել կնոջը ազատ արձակելու հետեւյալ դեպքում Լիդիային Մանթաշյան եւ առ այսօր անհասկանալի ինքը շարունակում է սրանք հենց այդ չգիտեմ նպատակներն են, որի հետևից գնում են այս իշխանությունները վերացնել, ոչնչացնել, սպանել, կեղեքել ցանկացած անձի, ով կփորձի իր այլակարծության հետևից գնալ։ Տիկին Հակոբյան, մենք մի փոքր ուշ մտեցինք, չգիտեմ